Շնորհակալություն Էդուարդ Աղաջանյան, հաջորդ հարցի համար ամեցի։ Շնորհակալ եմ Տիկին Ջուլհակյան նախագիծը ներկայացնելու համար։ Իմ հարցը հետևյալն է, ենթադրվում է, որ ըստ նախագծի ընդունման կարիքը առաջացել է ինչ-որ կոնկրետ գործնական, ինչ-որ դեպքից կամ դեպքերից, եթե այդպես է, կխնդրեմ ներկայացնեք ինչի մասն է խոսքը, եւ դուք ասացիք, որ օրենքը Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքը սահմանում է որոշակի անդրադառնում է այս հարցին որոշակիորեն, բայց կոնկրետ մեխանիզմների հարցով ամենևին ամբողջական չէ եւ այս նախագիծը գալիս է այդ մեխանիզմները ըստ էության տեղը գցելու համար։ Ես կուզեմ, որպեսզի մնացած ժամանակը, որ դուք ունեք, հնարավորինս ծավալվեք հենց այս թեմայի վերաբերյալ։ Շնորհակալ եմ պարոն Աղաջանյան, իհարկե այս կարգավորման անհրաժեշտությունը առաջացել է պրակտիկ դաշտում արձանագրված խնդիրներից, մասնավորապես առաջին անգամ այս խնդիրը բարձրաձայնել է ականատես դիտորդական առաքելությունը նախորդ տարվա Գյումրու ընտրությունների ժամանակ եւ առաքելության զեկույցը երբ նայում ենք, տեսնում ենք, որ այդ զեկույցի մեջ դիտորդական առաքելությունը նշել է հետեւյալը, չնայած քարոզչություն անելու արգելքին, իսկ մեր ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածը արգելում է դիտորդական առաքելություններին եւ դրանցում ներգրաված դիտորդներին զբաղվել քարոզչությամբ եւ նախընտրական քարոզչություն իրականացնել։ Գյումրու ավականու ընտրություններում դիտարկվել են քաղաքական կողմնակալության դրսևորումներ ԿՀ կողմից հավատարմագրված հայաքվե դիտորդական առաքելության կողմից, որն ընդգրկել է նաեւ պարլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն եւ երիտասարդական ակումբների դաշնություն ՀԿ-ները, փաստացի հանդես գալով հայաքվե ազգային քաղաքական միավորման անունից։ Մասնավորապես հայաքվե դիտորդական առաքելություն եւ վերջինիս դիտորդները չեն պահպանել քաղաքական չեզոքության կանոններ եւ նախընտրական քարոզչության ժամանակահատվածում իրականացնել են ակտիվ քարոզչություն, հիմնականում քաղաքացիական պայմանագիր կուսակցության դեմ։ Նույն խնդիրը արձանագրվել է, արձագանքեք կարողանամ շարունակել, էլի։ Շարունակեք։ Շնորհակալություն։ Նույն խնդիրը արձանագրվել է վաղ շաբաթի ընտրությունների ժամանակ, արդեն նախորդ տարվա նոյեմբերին, եւ կրկին ականատես դիտորդական առաքելությունը եւ նաեւ անկախ դիտորդական առաքելությունը այս մասին բարձրաձայնել եւ նաեւ կենտրոնական ընտրական հանձնաժողով են դիմել այս հարցով, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարողանա գործողություններ կատարել նշված խախտման հետ կապված։ ԿՀ-ն վարույթ է նախաձեռնել, քննարկել է, վարույթի ընթացքում արձանագրվել են անհատապես բոլոր դիտորդների կողմից արված կողմնակալության, չեզոքության եւ կողմնակալության հետ կապված խնդիրները, այնտեղ ծիծաղելի է, բայց դիտորդական առաքելության ներկայացուցիչ դիտորդները ասել են, որ իրենք չգիտեն, որ դիտորդ են, դրա համար են այդ կանոնը խախտել, այսինքն ընդունել են, որ կանոնը խախտել են, բայց ասել են, որ տեղեկացված չեն եղել, որ իրենք դիտորդ են, չնայած այն բանին, որ դիտորդական կազմակերպության նախագահը նույնպես եղել է այդ ցանկում, բայց ինքը տեղեկացված չի եղել, որ ինքը դիտորդ է, բայց քանի որ ԿՀ-ն հստակ մեխանիզմ չի ունեցել, այդ պահին բավարարվել է նրանով, որ նրանք արձանագրել են, որ իրենք խախտումը կատարել են եւ խոստացել են այլևս չանել։ Շնորհակալություն։